Ողջույն հարգելիներս, այսօր մենք պետք է պատրաստենք սիգաձուկը տոմատիս մածուկի սոուսի մեջ։ Շատ համեղ է, դե ցանկացած ձուկ էլ այդպես պատրաստեք, համեղ կլինի, ուղղակի մեզ մոտ Հայաստանում ձկների ընտրությունը մեծ չէ։ Մեր սիգան էլ համեղ ձուկ է։ Ինչ ենք անում, առաջինը մի քիչ խորոտ թավա ենք վերցնում եւ տակը կլոր այսպես գլուխ սոխն ենք կտրատում։ Գլուխ սոխը կտրատելուց հետո տարածում ենք։ Կարտոֆիլը 2 կես ենք անում։ Այսպես։ Սա մի քիչ ավելի հաստ է, 3 կանեմ։ Ահա։ Այսպես։ Ձուկը ես սիրում եմ, որ մեծ կտոր է լինում։ Ես նախորոք լվացել եմ եւ աղ եմ արել, դրա համար այլևս աղ չեմ ավելացնում։ Սա բաժանում եմ 2 մասի։ Եվ բաց եմ անում։ Մի լավ կարակ եմ դնում մեջը եւ համեմի ջուղեր։ Թարխումն էլ շատ լավ է լինում, ուղղակի տանը թարխում չունեմ եւ տեղավորում եմ կարտոֆիլների վրա։ Կրկին տեսեք, կարակ եմ տեղավորում, համեմի ջուղ եւ այսպես շարունակ։ Ձուկը տեղավորեցի կացայի մեջ, իսկ հիմա այն սոուսը պետք է պատրաստեմ, որ հյութը, որ պետք է լցնենք ձկան վրա։ Համար ամանի մեջ տեղավորում եմ 1 ճաշի գթալ շաքարավազ, մի քանի հատիկ սև պղպեղ, 1 թարմ դափնու տերև։ Դուք կարող եք շատ դնել, ուղղակի ինձ այդքան դուր չի գալիս դափնու տերևի ուժեղբուրմունքը։ Մի փոքր ջուր եմ լցնում, ջուրը այնքան ենք լցնում, մինչև խառնենք, որ շաքարավազը հալ չի։ Մի թեյի քթալից մի քիչ աղ եմ լցնում։ Ավելացնում եմ, կարելի ասել 2 ճաշի գթալ տոմատի մածուկ։ Ավելացնում եմ 2 ճաշի գթալ կարմիր պղպեղի մածուկ։ Կրկին խառնում եմ։ Եվ այս պատրաստած մասան լցնում ենք ձկան վրա։ Իսկ հիմա կավելացնեմ նրան գինի։ Ահա գին են տեսեք, բաժակի կեսն է, մի քիչ ավելին, կյանքի հեղուկը։ Դե ինչ գինի կունենաք, ձեր ձեռքի տակ դա էլ լցրեք։ Եվ վերջում կողքից ավելացնում եմ 1 հատ կծու պղպեղ։ Գազ օջախը միացնում եմ եւ մարմանդ կրակով երկար եփում եմ։ Հարգելիներս, մոռացա ասեմ, որ ես բուսայուղ եմ ավելացնում, բուսայուղը պարտադիր է այստեղ։ Եվ շարունակում ենք եփել։ Ահա պատրաստ է մեր ձուկը։ Իսկ կարտոֆիլը մարմալադի պես փափուկ է եղել։ Դե ինչ, պատրաստեք եւ թող անուշ լինի։